Եվ այսպես Ռոսել Խոզնաձորի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները պայմանավորված են հայտնաբերված խախտումներով, ոչ թե քաղաքականությամբ, հայտարարել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Նրա խոսքով Հայաստանի խնդիրը արտադրության եւ վերահսկողության կազմակերպումն է։ Դանկվերտը ընդգծել է, որ արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է նաեւ համագործակցություն, արտադրական վերահսկողություն, ինչպես նաեւ արտադրողների միությունների պատասխանատվություն։ Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել հայաստանյան ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, հետո հայկական ծաղիկների ներմուծումը, ապա սահմանափակումներ մտցնելով մի քանի տեսակի բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ նաև կորիզավոր մրգերի եւ խաղողի նկատմամբ։ Ռոսել Խոզնաձորը պարբերաբար հայկական արտադրանքի վերաբերյալ սահմանափակումների մասին է հայտարարում, պատճառաբանելով, թե իբր խախտումներ են հայտնաբերվել բեռներում։ Այս ամենի խորապատկերին էլ հայտնի է դարձել, որ Եվրամիությունը արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելը եւ Մոսկվան մրցակցում են Կովկասյան Հանրապետության ապագայի վրա ազդեցության համար, նշում է Financial Times-ը։ Ծրագրին ծանոթ 4 աղբյուրների համաձայն Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցառումներ, որոնք կնվազեցնեն հայկական սննդամթերքի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը։ Այս նախաձեռնությունը պատասխան է Ռուսաստանի կողմից Հայաստանի վերջին ընտրություններից առաջ սահմանված ներմուծման սահմանափակումներին, որոնք Բրյուսելի կարծիքով ուղղված էին երկրի արևմտամետ կառավարության վրա ճնշում գործադրելուն։ Հիմա ժամանակն է, որ մենք առաջ շարժվենք ու աջակցենք նրանց, ցույց տանք, որ կարող ենք լինել հուսալի գործընկեր, ասել է աղբյուրներից մեկը։ Միջոցառումները, որոնք պահանջում են անդամ պետությունների մեծամասնության ու Եվրախորհրդարանի հաստատումը, կընդգրկեն ռուսական արգելքների թիրախում գտնվող շուրջ 20 ապրանքային կատեգորիաների մեծ մասը, որոնց տարեկան արժեքը կազմում է շուրջ 420 միլիոն եվրո։ Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է ուժեղացնել իր առևտրային ճնշումը նախկին խորհրդային հանրապետության վրա, հավելել են աղբյուրները։ Երկու այլ աղբյուրների համաձայն առաջարկները կարող են ներկայացվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում քննարկել են այս հարցը Հայաստանի արտգործնախարարի հետ, հայտնել են պաշտոնյաները։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր հերթին պատրաստվում է այցելել Հայաստան հաջորդ ամսվա սկզբին։ Հանձնաժողովը կառաջարկի ինքնավար առևտրային միջոցառումներ, օգնելու ավելի շատ հայկական բիզնեսների մուտք գործել Եվրամիության նոր շուկայական հնարավորություններ եւ աջակցելու երկրի տնտեսությանն այնտեղ, որտեղ այն ամենաշատն է տուժել, ասել է հանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարի ձեզ։ Պարոն Թումասյան, մինչ նաև արտաքին թեմաներ շոշափելը, նախ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին խոսենք։ Մասնավորապես ունենք հիմա մի իրավիճակ, օրինակ 6 ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն սահմանադրական դատարանում, քաղաքացիական պայմանագիրն էլ թեև ընդդիմությանը չի համարում լեգիտիմ, բայց ընտրությունների չեղարկմանը դեմ է։ Ընտրությունների չեղարկմամբ սահմանադրական դատարան են դիմում ինչպես խորհրդան անցած ուժերը, այնպես արտախորհրդանական կամ ինչպես իրենց կոչում ժողովրդավարական ուժերը, հա, ինչ իրավիճակի հետ հիմա մենք գործ ունենք, եւ որ իշխանությունն էլ խորհրդան անցած ընդդիմությանը չի համարում լեգիտիմ։ Ուրեմն առաջին պետք է արձանագրել, որ ընտրությունների արդյունքները լեգիտիմ են եւ ուստի ազգային ժողովը լեգիտիմ է, իր նշանակված ապագայում կնշանակի կառավարություն եւ բոլոր որոշումները կլինեն լեգիտիմ։ Մյուս հարցն է որակը ընտրությունների եւ այո, դրա մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք եւ նախընտրական շրջանում բավականին լուրջ խնդիրներ կային, այդ թվում արտաքին միջամտության, տարբեր հիբրիդային հարձակումների, որը նաեւ ներառում էր խոսքին այնպիսի առաջի անգամ այնպիսի ծավալ օտար երկրներից եկող Հայաստանի քաղաքացիներին, որ հիմա ազգային ժողովը քննարկում է սահմանափակում մտցնել, ուրեմն որ նախորդ կես տարին պետք է առնվազն անձը քաղաքացին ապրի Հայաստանում, որ կարողանա քվեարկել, կարծում եմ դա պետք է ավելի շուտ արվեր իրականում եւ ոչ միայն այդ քայլերը, բայց ընդհանուր առումով ակնհայտ է, որ ընդդիմության ուրեմն այդ խորհրդարանում հայտնված ընդդիմության կոչերը ընտրությունները ոչ լեգիտիմ համարել առանձնատուկ որևէ իրական հիմք, պատճառ եւ փաստ չունեն
Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդավարական ուժերի, ապա հասկանալի է իհարկե, եւ ես դրա մասին շատ անգամ խոսել եմ, որ մրցակցության այն որակը, որը եղել է, իրոք ցավալի էր եւ չէր տալի հնարավորություն այդ որակը ապահովել ուրեմն այդ ժողովրդավարական ուժերի հավասար սկզբունքներով մասնակցություն ընտրություններում, բայց դա իրականում ընտրությունների լեգիտիմությունը հարցի տակ չի դրվում, որովհետև ընտրությունները համապատասխանում են պետության ինքնիշխանության որակին, իսկ այո, հայկական պետությունը գուցե ինքնիշխանության ճանապարհին կանգնած է, բայց դեռ լիարժեք ինքնիշխանություն չունի եւ պետք է այդ ամենը կերտվի եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը նաեւ խոսել է, որ նախորդ շրջանում շատ եւ շատ անձանց պատասխանատվության ենթարկելը, այդ թվում այդ խորհրդարան անցած ընդդիմադիր գործակալական ուժերի նկատի ունեմ, կախված էր արտաքին քաղաքականության ճնշումների եւ ուստի պետության սուվերենության հետ։ Շատ լավ, բայց այնուամենայնիվ մի իրավիճակի հետ մենք գործ ունենք, որին գնահատական պիտի տրվի, չէ՞, այդ համատարած ընտրակաշառքները եւ այլն, այդ մարդկանց մոբիլիզացնելը, վախով, ինչ որ ծառայություններով, գումարով շահագրգռելը եւ այլն, սրանք պարզվում է արդեն կրել են համակարգային բնույթ։ Սրանք պետք է ինչ որ հետևանքներ ունենան այդ ուժերի համար եւ եթե այդ ուժերի քվեները ձևավորվել է ոչ օրինական ճանապարհներով, ապա առաջանում է խնդիր։ Իհարկե, եւ բոլոր այն մարդիկ, ով որևէ կաշառք են տվել, անպայման պետք է պատասխանատվության ենթարկեն, հակակոռուպցիոն կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն, զուգահեռ դրա բոլոր այն մարդիկ, ով օտար երկրյա գործակալական ցանցի ներկայացուցիչներ են, այդ թվում քաղաքական իհարկե ուժը իշխող կարող է քննարկել որևէ քաղաքական ուժի առհասարակ գոյության հարցը եւ ես տեսա որ վարչապետ Փաշինյանը նաեւ դրա մասին է խոսել, դա էլ բնական է, եթե կան ապացույցներ, որ այդ ուժը օտար երկրյա գործակալական ցանց է իրանից ներկայացնում եւ ուստի սա արդեն պատկան մարմինների գործունեության արդյունք պետք է լինեն։ Արեք արձանագրենք, որ ուրեմն այդ ամենին անհրաժեշտ է իրավական գնահատական, եթե այդ իրավական գնահատականը ազգային անվտանգության ծառայության եւ հետո դատական համակարգի կողմից լինի, ապա դրա զուգահեռ արդեն կարելի է խոսել այո ընտրությունների արդյունքների մասին։ Տեսեք, ես նաեւ միջազգային համատեքստում պետք է քննարկեմ։ Սա շատ կարեւոր է, որ հիմա խոսել ընտրությունների արդյունքների ոչ լեգիտիմության մասին կլինի սա այս կողմից թե այն կողմից խնդրահարույց է, որովհետև այս ընտրությունները միջազգային հանրության կողմից ճանաչվել են եւ այստեղ հարց է առաջանում մենք արդյոք նախապատրաստվում ենք նոր ընտրությունների եւ արդյոք դա հայկական պետության շահից է բխում։ Նույնիսկ եթե դա այդպես է եւ նույնիսկ եթե մենք քննարկում ենք, որ այս ազգային ժողովը 5 տարվա կյանք չունի կամ չպետք է ունենա, ապա եւս մեկ հարց է առաջանում. արդյոք մենք բավարար ենք արել արդեն, որ էականորեն փոխվի օրենսդրական դաշտը այն նպատակով, որ երկիրը պատրաստ լինի արտահերթ ընտրությունների։ Ուստի համարում եմ, որ դա արված չէ, համարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը ունի այդպիսի պարտականություն, որ բոլոր այդ փոփոխությունները հնարավորինս կարճ ժամանակահատվածում տեղի ունենա, ինչպես նաև իրավապահ մարմինները գործեն բոլոր առանձին դեպքերում բացահայտելու այդ բոլոր խախտումները եւ գործերը այն նպատակով, որ դաշտը ել ավելի արդար դառնա, որովհետեւ ի վերջո այսօր նոր ընտրություններ նշանակելու համատեքստում դաշտը դրանից ավտոմատ միանգամից արդար չի դառնա։ Դրան բավականին լուրջ ջանքեր են պետք, ընդ որում այդ ջանքերը ներառում են խոսքին Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը եւ սահմանների բացումը Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այդ թվում տնտեսական դիվերսիֆիկացման համար ուղիղ կապ ունի Հայաստանում ներընտրական, ուրեմն ներքաղաքական դաշտի իրավիճակի բարելավման հետ, որովհետեւ նորից դա արտաքին միջամտություն ունի եւ այդ արտաքին միջամտությունը որ չեղարկվի, պետք է բարելավված լինի Հայաստանի հնարավորությունները գոյատևել եւ ուրեմն խնդիրներին արձագանքել, որը կարող է օտար պետությունների կողմից իհարկե խոսք է գնում այս դեպքում կոնկրետ Ռուսաստանի։
Շատ լավ։ Դե քանի որ Ռուսաստանից խոսեցինք արդեն, Ռոսելխոզնadzorից ասում են, որ քաղաքական բնույթ չի կրում հայկական ապրանքների սահմանափակումները, այլ դրանք զուտ արդեն դե ըստ ընթացակարգային խնդիրներ են հարուցվում, Հայաստանում վատ են վերահսկում, հազար մի խնդրեմ կա, հիվանդություններ, չգիտեմ ինչեր, ընդհանուր մահացության կարող են բերել մարդկանց եւ այլն։ Նախ այս հայտարարությունը կխնդրեմ մեկնաբանել, որ հենց տեղի ունենում Հայաստանում կարևորագույն քաղաքական process-ի ընթացքում այդ սահմանափակումները եւ հիմա նշում են, որ այդտեղ քաղաքական որևէ թեմա չի կարող լինել եւ հետո ապա որն է տրամաբանությունը այդ հայկական իրենց բնորոշմամբ վատ, հիվանդ, ընդհանուր մահացու ապրանքը այդպես եվրոպացիները տանում են, որ իրենց բնակչությանը սպանեն։ Այստեղ իհարկե ուղիղ պետք է ասել, որ ակնհայտ է, որ քաղաքական գործընթացների մասեր ցավոք այս ներքաղաքական գործակալական ցանցը կոնկրետ Սամվել Կարապետյանը, ով մեզ սպառնում է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմով, կարողացավ Ռուսաստանում ինչ-ինչ շրջանակներում իշխանության, Ռուսաստանն էլ մեկ բևեռանոց պետություն չէ, իհարկե տարբեր այդտեղ քաղաքական մոտեցումներ կան, առաջերտին երկու կարևորագույն բևեռ կա վերաբերվող Հայաստանին եւ շատ կարևոր է, որ ինքը կարողացավ հասնել այդ առաջընթացին եւ այդ ճնշումները գործադրել այդ թվում տնտեսական ոլորտում։ Հիմա նույն այդ հայտարարությունը, որը արվեց, ես գնահատում եմ, որ սա նաեւ քաղաքական հայտարարություն է ետ քայլի եւ ես տեղյակ եմ, որ Ռուսաստանում գոյություն ունի ուրիշ բարձր պաշտոնյաների խումբ, որոնք դեմ են բիզնեսմենների, օլիգարխների եւ գործակալների միջոցով Հայաստանը կառավարելու այդ օրակարգին, որը հայ ժողովրդի ցանկությունների եւ ընտրված լեգիտիմ իշխանությունների դեմ է, եւ իրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի մոտեցումները բերելու են ել ավելի հարաբերությունների անջատմանը եւ Հայաստան-Ռուսաստան բազմադարյա հարաբերությունների, որում եղել են նաեւ դրական էջեր պատմության առումով շատ լուրջ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ, ուստի համարում են, որ հիմա այդ նաեւ խմբերը փորձում են խումբը կոնկրետ փորձում է Մոսկվայում նաեւ իր ջանքերը ուղղել այն ուղղությամբ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը ուղղվի եւ դրանով հնարավոր լինի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր էջից սկսել։ Ես հույս ունեմ, որ այսպիսի հնարավորություն Ռուսաստանում կձևավորվի եւ ի վերջո այն մարդիկ, ով պատկերացնում են, որ ոչ թե հայկական պետությանը պետք է սպառնան, ճնշեն կամ այստեղ գործակալ իշխանություն ունենան օլիգարխների, որոնք պատրաստ են իրանց սեփական շահերի, սեփական գումարների, սեփական միլիարդները փրկելու համար տարբեր պատժամիջոցներից, տարբեր պետություններից անձնական շահը դնել պետական շահի բարձր։ Ռուսաստանը շատ պետություններում այդպիսի օլիգարխները պրոռուսական իրանց ինչ արդյունքներ բերեցին Ռուսաստանին, մենք տեսել ենք, հիշելով նույն Յանուկովիչին Ուկրաինայի դեպքում, ուստի եթե Ռուսաստանը այս ճանապարհով գնա, ապա ես կարծում եմ, որ այդ տնտեսական խնդիրները շատ շուտ կավարտվեն ճակերտներում տնտեսական եւ շատ շուտ մենք կարող ենք նոր էջից սկսել հարաբերությունները, ընդ որում ասեմ, որ օրերս ուրեմն Նարիշկինի կողմից ռուսական արտաքին հետախուզության ծառայության պետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանը միայն արևմուտքին չի ապավինի, հուսով ենք, կարծում եմ ընդհանուր առումով դրական էր, այսինքն հենց այն տրամաբանության մեջ է, ինչ Հայաստանը առաջարկում է բազմաբևեռ հարաբերություններ, եւ Կոպիրկինը, դեսպանը, որը վերադարձավ Ռուսաստանից, գիտեք, որ արել է հայտարարություն, որ իրանք գնահատում են, որ տարածաշրջանում աշխարհակական իրավիճակը փոխվել է, նկատի ունենալով Ղարաբաղի իրավիճակը, նկատի ունենալով ջերմուկի դեպքերը, նկատի ունենալով առհասարակ Ռուսաստանի դիրքերի փոփոխությունը եւ Կոպիրկինը հայտարարել է, որ պատրաստ են Հայաստանի հետ նոր տրամաբանությամբ հարաբերություններ ձևավորել։ Ես հուսով եմ, որ սա միայն խոսքեր չեն եւ այս ուղղությամբ կլինեն քայլեր, որ այո, հաշվի առնելով այն, որ Հայաստանը անպայման գնալու է բազմաբևեռ արտաքին քաղաքականության եւ ինքնիշխան շահերի ուղղությամբ, հուսով եմ Ռուսաստանը դա հաշվի կառնի եւ այդտեղ մեկ բան էր Կոպիրկին ասում, որ գլխավորն է եւ Նարիշկինն էլ, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր չանի, Հայաստանի իշխանությունը վարչապետ Փաշինյանը բազում անգամ ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ քայլեր անելու օրակարգ չունի։
Շատ լավ, Հայաստանը չունի, բայց Ռուսաստանը ունի։ Այս ամենին զուգահեռ իշխանությունը իրավիճակը բնորոշում է որպես շատ նորմալ, այդքան ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել, ասում են նախկինում է միշտ խնդիրներ են եղել վերին Լարսի հետ կապված եւ այլն, բայց դրան զուգահեռ ձեռնարկվում են ոչ ստանդարտ միջոցառումներ։ Օրինակ, դրանցից մեկը այն է, որ Եվրոպական միությունը արտակարգ առևտրային օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստանի ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու համար, քանի որ Բրյուսելը եւ Մոսկվան մրցակցում են ըստ Financial Times-ի Կովկասյան հանրապետության ապագայի վրա ազդեցության համար, հա։ Այսինքն մի կողմից մենք տեսնում ենք ոչ ստանդարտ գործողություններ իրավիճակին արձագանքելու տեսանկյունից, բայց մյուս կողմից հանրային մակարդակում իշխանությունը իրավիճակը բնորոշում է սովորական, այսինքն ոչ մի արտարոց բան տեղի չի ունենում, հա։ Սա մտավախություններ չի առաջացնում իշխանության եւ նրա հետագա գուցե արտաքին քաղաքական որոշումների կայացման մասով։ Իշխանության մոտեցումը դիվանագիտական է, հաշվի առնում այն, որ այս խնդիրը հիմա ձևավորել ինչպես քաղաքական խնդիր դա որևէ օգուտ չի տա, եւ դրա փոխարեն իշխանությունը շատ ակտիվ ջանքեր է ուղղում շուկաները դիվերսիֆիկացման առումով, ասեմ ձեզ, որ ես դա ողջունում եմ եւ նաեւ քննարկել եմ Բրյուսելում էլ կարեւորությունը ամիսներ առաջ դեռ եւ շարունակում եմ կարեւորությունը Հայաստանի համար այդպիսի այլընտրանքային հնարավորություններ ստեղծելու եւ դա համոզեցնում եմ ձեզ, որ մեր հնարավորությունները Ռուսաստանի հետ բանակցելու եւ Ռուսաստանի դիրքերը նաեւ մեղմելու այս առումով ել ավելի ընդլայնում է, որովհետեւ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանը նրա փոխարեն, որ այդ ճնշումների դիմաց իր իշխանությունը զիջի, փնտրում է եւ գտնում է այլ ընտրանքներ եւ եթե Ռուսաստանը շարունակի այս ճնշումները, այդ թվում տնտեսական, ապա գալու է մի պահ, երբ Հայաստանի կապվածությունը կապը Ռուսաստանից շատ կտրուկ կնվազի Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Ուստի սա իրականում Ռուսաստանի շահերին է վնասում եւ Հայաստանը անում է այն, որ ոչ թե որևէ մեկի ազդեցությունը այստեղ աճի, այլ կամ Հայաստանը լինի ազդեցության գոտի կամ արևմուտքի կամ Ռուսաստանի, այլ Հայաստանը ինքնիշխանության ճանապարհով է գնում, որը բերելու է նրան, որ ունենալու է այլ ընտրանքներ միշտ եւ եթե Ռուսաստանը չի ուզում Հայաստանի հետ առևտուր անել, ապա մենք հաստատ ունենալու ենք ուրիշ գործընկերներ, ով կուզի այդ առևտուրը անել։ Եվ ինչքան Ռուսաստանը փորձի ճնշել Հայաստանին, գնա այդ սխալ ուղղությամբ, սպառնա Հայաստանին, այստեղ գործակալական ցանց ուղղորդի եւ այլն, այդքան Հայաստանը ավելի բնականորեն հեռանալու է Ռուսաստանից եւ սրա համար պատասխանատվությունը ամբողջությամբ լինելու է հենց ռուսական կողմի այդ կոնկրետ որոշումը կայացնողների վրա։ Շնորհակալություն, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանն էր։ Դատախազը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով, այս պահին հայտնի չէ, թե ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը։ Դատախազությունը ԿՀ միջնորդություններ է ներկայացրել նաև Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի եւ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ միջնորդությունում ազատությունից զրկելու մասին խոսք չկա։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունեն եւ Ռոբերտ Քոչարյանն էլ որևէ գործով չի հարցակնվել։ Հիշեցնեմ, օրերս Հայաստան դաշինքի առաջնորդ Քոչարյանն օդանավակայանում փորձում էր լքել Հայաստանը, նրան արգելել են, գլխավոր դատախազությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս չեն բացատրում, ինչ հիմքով էր արգելվել երկրորդ նախագահի ելքը Հայաստանից։ Միաժամանակ նախորդային խորհրդանում վարչապետն իր ելույթում հայտարարել է, որ քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում Հայաստանում քրեական օլիգարխիան ներառյալ ընտրակաշառք բաժանած ուժերին արմատախիլ անելու գործընթացը ավարտին հասցնել։ Գործընթացը կարող եմ ասել, որ արդեն իսկ սկսված է եւ այդ գործընթացը որևէ ձևով չի կարող կասեցվել եւ այդ գործընթացը գնալու է մինչեւ վերջ եւ ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին պետական բյուջեի եկամ կատարման հաշվետվության մասին խոսելիս ես ավելի ու ավելի մանրամասն այս թեմայով ազգային ժողովին հաշվետվություն ներկայացնելու առիթ կունենամ, բայց այնուամենայնիվ չեմ կարող չընդգծել, որ ի հեճուկս այս բոլոր մարտահրավերների 2018 թվականից մինչև 2026 թվականը մենք շուրջ $8 միլիարդ
ստվերային կամ գողացված կամ թալանված կամ ապօրինի ձևով օտարված միջոցներ վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը եւ այդ process-ը այսօր էլ շարունակվում է։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությունում թալանված գույքի դրամական միջոցների վերադարձը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս։ Ամեն օրյա, ամեն շաբաթյա, ամեն ամսյա ռեժիմով մենք դա տեսնում ենք եւ իհարկե որևէ կասկած չկա, որ այդ տեմպերը գնալով մեծանալու են եւ գնալով արագանալու են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում է, ցանկանում են ընտրակաշառքի մասով օրենքում ավելի հստակություն մտցնել, հայտարարել է խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ ՔՊԱ-կան պատգամավորներ Հարուսյակ Մանավազյանը եւ Ալխաս Ղազարյանն էլ շրջանառության մեջ են դրել նոր օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին ու հանրաքվեներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրությունների նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։ Պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նշում են, որ ներկայիս կարգավորումներով Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի պետություն մշտական կապը արտացոլող որևէ լուծում, ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու տեղական հանրաքվեների։ Քաղաքացիությունը արդյունավետ է, երբ առկա է անձի եւ պետության միջև իրական եւ կայուն փոխկապակցվածություն, քանի որ այդ դեպքում քաղաքացին ոչ միայն օգտվում է պետության կողմից երաշխավորված իրավունքներից, այլև մասնակցում է հանրային կյանքին եւ կրում կայացված որոշումների հետևանքները։ Նախագծի փաթեթով առաջարկվում է համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու համար կարևորել պետության հետ կապի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային կողմը։ Այդ նպատակով նախատեսվում է սահմանել պահանջ, ըստ որի ընտրություններին կամ հանրաքվեներին մասնակցելու իրավունք կունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են առնվազն 183 օր։ Հանուն Հանրապետության կուսակցությունը առաջիկայում սահմանված կարգով դիմելու է սահմանադրական դատարան, վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլև այն քաղաքական, իրավական ու հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է։ Երբ ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումներն ու օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը, ասում են կուսակցությունից։ Հիշեցնեմ, որ դրանից առաջ էլ 5 ընդդիմադիր ուժեր հայտարարել են ընտրությունների արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկելու մասին։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանից, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից եւ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի 3 սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաեւ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի միասնության թևերը։ Բարձրագույն դատարանը դիմումները ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է որոշում կայացնի։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը եւ երրորդ նշանակել ընտրությունների հաջորդ երկրորդ փուլ։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը կասկածի տակ է դնում ընդդիմության քվեների լեգիտիմությունը, բայց սահմանադրական դատարան դիմելու հարցում հստակ դիրքորոշում չի հայտնում։ Չնայած իշխանական թիմի պնդումներին, թե ընդդիմությունը ձայների հիմնական մասը ստացել է ընտրակաշառքով, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախորդին ճեպազրույցի ժամանակ նշել է, որ իրենք դեմ են հունիսի 7-ի ընտրության արդյունքների չեղարկմանը եւ նոր ընտրությունների նշանակմանը։ Եվ այժմ զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոնասյանի հետ։ Ողջույն, պարոն Իոնասյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Իոնասյան, այս իրավիճակը նախ փորձենք հասկանալ, հա, երբ օրինակ իշխանությունը պնդում է, որ ընդդիմությունը լեգիտիմ չէ, ասում են, որ իրենց քվեները ձևավորվել են նաև ոչ օրինական ճանապարհով։ Դրա մասին են պնդում նաև իրենց ժողովրդավարական հռչակած մի քանի ուժեր, որոնք այդ հիմքով էլ պատրաստում են նաև դիմել սահմանադրական դատարան, բայց միաժամանակ իշխանությունը դեմ է ընտրությունների, այսպես ասենք, արդյունքների չեղարկմանը։ Մի քիչ իշխանության այս մոտեցումը ինքնահակասող է, իրարամերժ է։ Եվ այս առումով մյուս կողմից հասկանալի է, ամեն դեպքում իրանք ընտրությունների արդյունքում ունեն մեծամասնություն, նույնիսկ
այդ խախտումների կարողացան ունենալ 3/5, բայց դա չի նշանակում, որ եւ եթե իրանք արձանագրում են, որ ներողություն, իսկ ազգային ժողովի ընտրությունները միայն մեծամասնության ձևավորման մասին չեն։ Ազգային ժողովի ընտրությունները խորհրդային ձևավորման մասին են։ Այդ թվում խորհրդարանական ընդդիմության։ Եվ եթե իրանք համարում են, որ խորհրդարանական ընդդիմությունը լեգիտիմ չի, որ խորհրդարանական ընդդիմությունը ընտրվել է ընտրակաշարքի շնորհիվ կամ արդյունքում, ապա այդ խորհրդարանական ընտրությունները ենթակա են անվավեր ճանաչման եւ նորից անցկացման։ Դա ամենահավանական սցենարն է համարում։ Ես դա ամենաօրինական սցենարն եմ համարում, կամ միակ օրինական սցենարն եմ համարում։ Ինչ վերաբերվում է հավանականությանը, ես կդժվարանամ կանխատեսել սահմանադրական դատարանի մոտեցումները։ Ես կանխատեսում եմ, որ կենտրոնական դրական հանձնաժողովը 3 տեղամասերում վերաքվեարկություն կնշանակի, որովհետև ցանկացած այլ որոշում ապօրինի է։ Հետո բարձրացեց, որ այո, ապօրինի է, բայց իրանք տենց են նշանակում։ Հիմա ես կդժվարանամ, այդ պահից վեր ես կդժվարանամ կանխատեսում նրան։ Բայց իրավիճակը շատ հետաքրքիր է, գիտեք ինչ իմաստով, եւ օրինակ խորհրդան անցած ընդդիմադիր ուժերը, եւ նաեւ չանցած իրեն ժողովրդավարական համարող ուժերը պատրաստում են դիմել սահմանադրական դատարան։ Իհարկե բոլորի հիմքերը փոքրինչ տարբեր է, բայց այնուամենայնիվ հիմքում այն է, որ այս ընտրությունների արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ, հա։ Իրավիճակը նաև հետաքրքիր է նրանով, որ դրան դեմ է միայն օրինակ իշխանությունը, որը չնայած համարում է, որ ընդդիմությունը ձևավորվել է ոչ օրինական ճանապարհով։ Այո, բավական հետաքրքիր իրավիճակ է, երբ որ բոլորը դժգոհ են եւ բոլորը համարյա բոլորը վիճարկում են։ Այո, նորից մենք համարում ենք, որ ընտրությունների ենթակա են անվավեր ճանաչման երակշռապես 2 հիմքերով, մեկը դա կենտրոնական դրական հանձնաժողովի Կիրակի օրը կայացրած ապօրինի որոշումը, մյուսը դա ընտրակաշարքի համատարած լինելը եւ դրա ազդեցությունը ընտրությունների վրա։ Շատ լավ։ Այսինքն իրականում մենք ասում ենք, որ թե այս հիմքով վիճարկողներն են ճիշտ, թե այն հիմքով վիճարկողներն են ճիշտ, առհասարակ այս ամենից միակ ճիշտ լուծումը նոր ընտրությունների գնալն է, նոր ընտրություններին ամեն ինչ անել, որպեսզի երևույթները չլինեն կամ ավելի քիչ լինեն։ Հա, ես հենց դա ուզում եմ հարցնել։ Իսկ նոր ընտրությունների դեպքում որն է երաշխիքը, որ այդ ընտրակաշարքները, ուղղորդումները արդեն ակնհայտ է, որ ընտրակաշարքի ծավալները էապես ավելի քիչ կլինեն, ու կանխատեսելի է, որովհետև մարդիկ տեսնում են, որ բռնվում են, մարդիկ հետո գիտեք շատեր ընտրակաշարք բաժանելուց հույս ունեին, որ այն ուժերը, որոնց համար նրանք ընտրակաշարք են բաժանում, իշխանության են գալու եւ այդ ուժերը ոնց ասեմ, կազատեն իրենց քրեական պատասխանատվությունից։ Հիմա պարզ դարձել, որ դա այլ տեղի չի ունենում եւ դա ընտրակաշարք բաժանումների եւ այլ ընտրական հանցագործություն գործողների ինքնավստահության վրա է ապացուցելու է արդեն։ Բայց պարոն Յանոսյան, տեսեք, ասում եք, եթե օրինակ գնում ենք սահմանադրական դատարանի որոշմամբ նոր ընտրությունների, ապա ենթադրելի է, որ ընտրակաշարքի ծավալները այդքան չեն լինի եւ այլն, շատ լավ։ Եվ այդ ուժերը, որոնք մեղադրվում են համակարգային ընտրակաշարք ծանր հանցագործության իրականացման մեջ, հաղթահարում են շեմը, անցնում են խորհրդարան։ Հիմա չգիտեմ, 24%-ի փոխարեն թող լինի, չգիտեմ։ Ես ներողություն, 1000 ներողություն միջև։ Այսինքն այստեղ մեր տոկոսային հարաբերակցությունն է խնդիրը։ Ես 1000 ներողություն եմ ուզում խնդրեմ, միջև ձեր հարցը մի ուրիշ բան։ Շատ կարևոր է, որ կենտրոնական դրական հանձնաժողովը ընտրակաշարքի բաժանում կազմակերպած ուժին կամ ուժերին հանի ընտրապայքարից նախքան քվեարկությունը։ Հա, բայց այդ հանելու դեպքում որը կհնչարեց եւ որը եթե լինի վերաքվեարկություն, պետք է անի։ Սա եւս մի լրացուցիչ երաշխիք կամ կանխարգելող մեխանիզմ ընտրակաշարքի դեմ։ Բայց վերադառնալով ձեր հարցին, այո, այդ թվում նաև քանակը, այդ թվում նաև մանդատների քանակն էլ պետք չի թերագնահատել, մանդատների քանակն էլ է կարևոր։ Հիմա ընտրակաշարքի ազդեցությունը եթե գնահատենք, վերցնելով այն ընտրությունների արդյունքները, որոնք որ կար, ԿՀ ես վերջի պահին արած
կներեք ուրիշ բառ չունեմ կեղծիք, եթե մի կողմ դնենք, նակ ԲՀԿ-ն ակնհայտորեն ընտրակաշարքի ոնց ասեմ, ընտրակաշարքը եթե չլիներ իր օգտին բաժանված, ԲՀԿ-ն չէր անցնի խորհրդարան, որտեղ ընդ մի քանի տասնյակ ձենով էր անցնում էլ։ Հայաստան դաշինքը, չգիտեմ, ուժեղ Հայաստանը հավանաբար կանցներ առանց ընտրակաշարքել, բայց կունենար ավելի քիչ ներկայացվածություն խորհրդարանում։ Այսինքն իհարկե ուժերի ներկայացվածության ծավալը խորհրդարանում եւս կարևոր է։ Եվ հիմա եւ հաջորդ հարցն է, այդ ուժերը որ ներկայացված չլինեն խորհրդարանում կամ ավելի քիչ ներկայացված լինեն խորհրդարանում, ուրիշ ուժեր միգուցե խորհրդարանում ներկայացված լինեին, չմահթարեին։ Այսինքն այստեղ պատկեր էր փոխվում, վիճակ էր փոխվում։ Միևնույն է տրամաբանությունը մնում է անհասկանալի, որտեղից են այդ գումարները, ով է տվել այդ գումարները, որ խումբն է տվել այդ գումարները, իրենց համար այսքան եթե հետևանք չի լինելու։ Ժորդ, այսքան տեղի ունենում, այդ խմբի անունը դնենք կուսակցություն, հասարակական կազմակերպություն, ինչ ուզում եք դնենք, եթե այն հանցավոր խումբ է, իր համար հետևանք չկա, ապա այստեղ խնդիր կա։ Բացահայտել եմ մի շարք դեպքեր, որ ես ինչ մարզում ես, ինչ ընտրակաշարք տվել են ինչներին, այն ինչ ընտրակաշարք տվել են մյուսին։ Իր ջեբից չի հանել տվել, նորից ձեր հետ համաձայն։ Չէ, բայց դուրս է գալիս, որ այդպես է ստացվում։ Դուրս է գալիս, որ ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Հայաստան դաշինքը գաղափար չունեն, որ իրենց համար ինչ որ մեկը ընտրակաշարք է բաժանում։ Չի կարող այդպես լինի, ոնց գաղափար։ Դե դուրս է գալի, որ այդպես է։ Դե կներեք, ես մեղավոր չէ, որ մենք քառակուսի կենտրոնական տրական հանձնաժողով ունենք, որը ասում է, որը դուրս է գալիս։ Մենք ունենք քառակուսի ընտրական հանձնաժողով։ Մենք ունենք ընտրական հանձնաժողով, որը ընդհանրապես ընտրական սահմանադրությունից ջնջել է այն դրույթը, որտեղ գրած է, որ ինքը ընտրությունների օրինականության վերահսկման պատասխանատու մարմինն է, որը ընտրական օրենսգրքից ջնջել է այն դրույթը, որ ինքը ընտրախախտումներին պարտավոր է գնահատական տա, որովհետև ինքը ուզում է տենց ինչ որ ջայլամային քաղաքականություն վարի, էլի լուրջ խախտումները, ես կապ չունեմ, ես գործ չունեմ, բան դե հակակոռուպցիոն կոմիտե բան։ Հետո ինչ որ այդ լուրջ խախտումների համար ստեղծված սահմանադրական մարմինը իրանք են։ 1000 ներողություն հակակոռուպցիոն կոմիտեն թող հանգարց չվիրավորվի այս խոսքից։ Բայց ընտրությունների անվտանգության ապահովման մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն չի։ Չէ, դատախազությունն է կամ քրեական արդարադատության մյուս մարմինները։ Կենտրոնական տրական հանձնաժողովն է, հակակոռուպցիոն կոմիտեի դերը ուրիշ է, հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները ընդհանրապես նույնիսկ սահմանադրական օրենքում չեն ամրագրված, սովորական օրենքում են ամրագրված, որ սահմանադրական օրենքի ցածերաբանական ուժ ունի։ Իսկ այն որ ԿՀ-ն պետք է այդ ամեն ինչին արձագանքի, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտածներին է, գրված է սահմանադրության մեջ, գրված է սահմանադրական օրենքի մեջ, եւ ԿՀ-ին ընդհանրապես պետք է մեկ չլինի այդ գործերով քրեադատավարական ընթացակարգեր արվում են, չեն արվում, որ փուլում են, որ փուլում չեն, ԿՀ-ն պետք է հակակոռուպցիոն կոմիտեից ասի, մի հատ եղբայրներ տվեք, դուք ինչ եք հայտնաբերել, ձեր բոլոր փաստերը տվեք, իրականացնի բազմակողմանությունն ապահովող վարույթ, յուրովի դատարանի պես հանդես գա, եւ այդ վարույթի սահմաններում գնահատի երևույթները եղել են, չեն եղել, զանգվածային բնույթ են կրել, զանգվածային բնույթ չեն կրել, կազմակերպված են եղել, կազմակերպված չեն եղել, դրա հիման վրա որոշի կուսակցությանը գրանցումից հանում է, թե չի հանում։ ԿՀ-ն դա չի անում, ԿՀ-ն դա իր վրայից գցում է։ Եվ ներողություն ԿՀ-ն իրան դրել է զուտ կազմակերպչական մարմնի տեղ։ Ընդ որում այդ կազմակերպչական ֆունկցիան էլ որ գոնե ժամանակին ԿՀ-ն լավ էր անում, այդ էլ սկսել է վատանել։ Այդ է մեր իրականությունը ԿՀ-ի հետ։ Եվ ԿՀ-ն պետք է կամ վերանայի իր մոտեցումը եւ հիշի որ սահմանադրության մեջ իր մասին է գրած եւ հիշի թե սահմանադրական օրենքում, ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում մասին ինչա գրած օրինակ ընտրությունների օրինականության վերահսկման մասով
կամ ուղղակի ԿՀ-ն պետք է սահմանադրական բարեփոխումների սահմաններում լուծարել եւ այդ կազմակերպչական ֆունկցիան էլ տալ գոնե այնպիսի մարմնի, որը նորմալ կազմակերպել գիտի եւ չի մոռանում ընտրական տեղամասերին տալ այս կամ այն կուսակցության քվեաթերթիկը կամ պատահաբար 18000 քվեաթերթիկ պակաս տալ կամ այնպիսի օպերատորներ գործի վերցնել, որոնք որ այդքան շատ սխալներով են արձանագրությունները մուտքագրում եւ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմքեր ստեղծում։ Իսկ պարոն որ ԿՀ-ն կազմակերպչական առումով էլ է, էլի էապես վատ թարացրել։ Հա, ինչ որ երկրներ կան, որոնց համեմատ դեռևս Հայաստանում լավ է կազմակերպվում ընտրությունները, բայց եթե նայենք Հայաստանի ընտրությունները 5 տարի առաջ կամ 18 թվին, 17, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ընտրությունների որակը այդքան էլ լավ չէր, բայց դրանք միշտ լավ կազմակերպված են եղել։ Շատ եզակի էին դեպքեր, էլի ելնում էր, բայց եզակի էին դեպքեր, որ օպերատորը սխալ թիվ մուտքագրեր։ Այնց բաները ալնում մարդու մտքով չի անցնում, ոնց թե տեղամասին 18000 քվեաթերթիկ պակաս եք տվել։ Տեղամասի նախագահը գնացել կողքի տեղամասի քվեախցիկի այդ արկղի մեջից քվեաթերթիկներ էր հանում, որ բերի իր տեղամաս, որ հանգարց չստեղծի իրավիճակ, որ ընտրողը գա քվեաթերթիկ չլինի։ Հասկանում եք, տեղամաս կան ինձ որ ասեցին, որ 12 կոտորակ 13 տեղամասում ԱԺԲ-ի քվեաթերթիկներ չկա, ամենայն ազնվությամբ, ամենայն հարգանքով այդ ահազանգողը փոխանցողի նկատմամբ ես մտածեցի, որ դա հերթական սխալ ահազանգն է, որտեղ այդ օրվա ընթացքում այդպես սխալ ահազանգեր եղել են, որտեղ ոնց կարա այդպես իրավիճակ լինի, ոնց կարա երեկոյան ժամը 6-ին բարձվի, որ քվեաթերթիկ կուսակցությունից մեկի քվեաթերթիկ չկա։ Շրջիկ դիտորդին ուղարկում ենք, գնում է տեղում ասում է, էլի չկա հիմա դու։ Հանձնաժողովի նախագահը առավոտվան չկա, զեկուցել են, բայց վերևից էլ խելքաբար չկա։ Ոնց կարա այդպես իրավիճակ լինի, կներեք 5 տարի առաջ կարա այդպես իրավիճակ լիներ։ Գարեգին Ազարյանի կամ Տիգրան Մուկուչյանի ժամանակ կարա այդպես իրավիճակ լիներ։ Իրանք գոնե լավ էին, գոնե կազմակերպչական առումով լավ էին, ԿՀ-ի որակը եսին ինչ չէր երբեք, այդ բովանդակային հարցերի հետ կապված ընտրությունների բայց գոնե կազմակերպչական առումով նորմալ կազմակերպում էին, ոնց sense իրավիճակներ չեր ելնում։ Պարոն Յանուսյան, իսկ ինչպես եք վերաբերվում օրենսդրական նոր նախաձեռնությանը, ինչը վերաբերում է քաղաքացիների ընտրություններին եւ հանրակրվեներին մասնակցության սահմանմանը, հա, որ վերջին 1 տարվա ընթացքում կես տարին Հայաստանում պարտադիր։ Ես կարծում եմ դա համընկնում է մեր մոտեցումների հետ եւ ես կարծում եմ, որովհետեւ պետք է մի քանի կրիտերիա սահմանել, չսահմանափակելով մի կրիտերիա, որովհետեւ կարող է մարդ Հայաստանում այդ ներողություն, կարող է մարդ Հայաստանում չի բայց ինքը բնական կապի մեջ է Հայաստանի հետ։ Օրինակ, հա, արտասահմանում գտնվող հայկական կազմակերպության առևտրային ներկայացուցիչ, հա, օրինակ, հա։ Հայաստանում է հարկեր վճարում, Հայաստանում գրանցված աշխատող է, բայց նստում է, չգիտեմ, Աբու Դաբիում օրինակ։ Կամ մարդ գալիս է իր պարտքը հայրենիքի առջև տալիս է, զինծառայություն անցնում կամ վարժական հավաքներ անցնում։ Որտեվ մեծ հաշվով իշխանությունը դա, գիտեք, եթե փորձենք սահմանել, իշխանությունը դա մենք հանրությունը ստեղծում է ընդհանուր բարիքներ, հարկեր վճարելու տեսքով, պարտադիր զինծառայության տեսքով ստեղծում է բարիքներ, եւ իշխանությունը այդ բարիքները տնօրինում է հօգուտ հանրության։ Պետք է տնօրինի հօգուտ հանրության։ Եվ հետեւաբար ով պետք է որոշի թե ով է այդ տնօրինողը լինելու, նրանք ովքեր այդ բարիքները ստեղծում են կամ նրանք ովքեր այդ բարիքներից օգտվում են։ Ստեղծողները, հարկատուներն ու պարտադիր զինծառայություն անցնողներն են, այդ երկու մեխանիզմներն են, էլի հանրությանը ինչ-որ բան տալու։ Օգտվողները Հայաստանում ապրող քաղաքացիներն են, որոնք օգտվում են այդ բարիքներից։ Հետևաբար այս 3 խմբերի ներկայացուցիչները պետք է ընտրեն, ովքեր որ ստեղ ապրում են, կամ ստեղ հարկ են վճարում, կամ վերջին տարիներին ստեղ զինծառայություն են անցել։ Դա կարող է մարդ արտերկրում է ապրում, բայց գալիս է օրինակ Հայաստանում զինծառայություն անցնում գնում է։ Ինքը իմ համար լիարժեք քաղաքացի է, որը իրավունք ունի ընտրելու այն մարմնին, որը որոշելու է թե ինչ անել օրինակ բանակի հետ, հա։
եւ ոչ միայն բանակի։ Կամ մարդա, որ չգիտեմ, Դուբայում նստած է, բայց Հայաստանում հարկ է վճարում։ Okay, Հայաստանում հարկ է վճարում, թող մասնակցի այդ հարկի տնօրինողի որոշման գործընթացին, հա, իրենց ընտրությունների։ Կամ մարդա, որ չհարկ է վճարում, ոչ զինծառայություն անցնում, թոշակառու է, կամ չգիտեմ, օրինակի համար ասում էլի, կամ անապահով է, բայց Հայաստանում է ապրում եւ օգտվելու է այդ ընդհանուր բարիքներից, ինքն էլ պետք է ընտրի, թե ով տնօրինի այդ ընդհանուր բարիքը։ Այսինքն այս 3 խմբերից որ մեկի տակ մարդը լինի, դինդրելու իրավունք ունենա, բայց որ այն մարդիկ, որոնք այս խմբերից ոչ մեկին տակ չեն լինում, ոչ Հայաստանում հարկ են վճարում, ոչ Հայաստանում վերջին տարիներին զինծառայություն անցել, ոչ էլ Հայաստանում բնակվում են, ինչ գործ ունեն, էլի ընտրեն, թե ով պետք է լինի իշխանություն։ Շնորհակալ եմ, պարոն Յանոսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սիրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Յանոսյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։